Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ինչպես արդեն բազմիցս նշել ենք, մարտի 27-ին տեղի ունեցավ Արտավազդ մրցանակաբաշխությունը եւ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը այդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ 6 արտավազդի։ Լավագույն դերասան է ճանաչվել Վարշամ Գևորգյանը, իսկ դրսում ձյուն է գալիս ներկայացման համար, որտեղ մարմնավորում է Չիկոյի կերպարը։ Լավագույն երիտասարդ դերասանուհին Միլենա Ղազարյանն է Լակոտը ներկայացման մեջ Թագուհու դերի համար։ Իդեպ Լակոտը ճանաչվել է նաև տարվա լավագույն ներկայացում։ Լավագույն երաժշտության հեղինակ մրցանակին արժանացել է Արմեն Շահինյանը, Բարկանում ես եւ Մարդ հապի մեջ ներկայացումների երաժշտության համար։ Լավագույն թատերախոսական անվանակարգում մրցանակը ստացել է Անի Հարությունյանը Պարույր Սևակի Մարդ հապի մեջ պոետիկ տեքստի վերամարմնավորման համար։ Լավագույն մանկական ու երիտասարդական ներկայացումները Բարկանում ես եւ Մարդ հապի մեջ ներկայացումներն են, որոնք բեմադրել է մեր շատ սիրելի Նարինե Գրիգորյանը։ Եվ այսպես, մեր տաղավարում են տարվա լավագույնները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը եւ դերասանուհի Միլենա Ղազարյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ո՞նց եք։ Այնքան լավ բաներ ասացիք, որ արդեն նորից այդ պահերը վերապրեցինք։ Շնորհավորում ենք։ Շատ կարևոր է դարձնում է։ Ես երբ որ դիտում էի, արդեն ավարտից հետո բոլորի կարծիքները, ես լսեցի Արմեն Քուշկյանն ասեց, բոլորն են երազում Նարինե Գրիգորյանի մոտ խաղալ, դա ինձ հաջողվեց։ Իսկ ինչ դեռ չի հաջողվել, Նարինե ջան, ինչ անեմ, որ ես քո մոտ գամ խաղամ։ Կգա ուր։ Ամաչում եմ։ Ես կուզեի չոքեչոք մոտս գա։ Չէ, ամաչում եմ։ Դե դրամատրությունը եւ էմոցիաները։ Ինձ թվում էր շատ հատկանշական էր, որ դա տեղի ունեցավ հենց Կապանում եւ դա շատ եւ նույնիսկ կազմակերպիչներին թվում էր, որ կարող է ինչ որ թատրոններ չգան, որովհետեւ ասեն հերույ է, բայց հակառակը բոլորը խնդրում էին կարող է ավել տոնս լինի, գանք բոլորս եւ մի խոսքով իրականում գուցե որ մայրաքաղաքից դուրս էինք, նոր միջավայրեր, բնություններ, չգիտեմ, բայց շատ ավելի ուրախ էր անցնում, շատ ավելի անկաշկան չգիտեմ, իրականում եւ Կապանի հանդիսատեսը ապշեցրեց, որովհետեւ այդքան թատերասեր, այդքան բարձրաճաշակ, այդքան իսկապես այնքան ծարավ էին իրենք թատրոնի արվեստի, որովհետեւ մինչեւ Արտավազդ մրցանակաբաշխությունը կար Կապանի կամերային թատրոնների ներկայացումների փառատոներ 6 օր տևում եւ ուղղակի հիասքանչ հանդիսատես էր, որովհետև մենք փակում ենք փառատոնը եւ հետո մնացինք Արտավազդին։ Եվ ես մտածում եի, որ իսկապես հանցագործություն է, որ մենք չենք գնում անverջ այնտեղ, որովհետև եթե կարիքը կա, մենք պարտավոր ենք ներկա լինել, էլի։ Ու այդ առումով ուզում եմ շատ շնորհակալություն ասել եւ այդ ում մոտ գաղափարն է հասունացել, մինչեւ իրականացնողները, ովքեր նպաստել են, որ իրականանա այնտեղ Կապանում, որովհետև դա իսկապես տոն էր, թե կապանցիների համար, թե մեզ համար, որովհետև ուրիշ միջավայր էր եւ ուրիշ կերպ էր մթնոլորտը ընդհանուր։ Ամեն արտավազդ ճիշտ է իր արժեքը ունի, հա, որովհետև կապ չունի այդ տարին ինչի համար է ստացել։ Այս մի արտավազդը ինչ զգացողություն տվեց։ Սուրեն ջան, Միլենան կասի, որովհետև ինքը առաջին անգամ է ստանում, բացի նրանից, որ օրինակ ասում են դե լավ, երրորդ կամ չորրորդն է ստանում, խնդիրը դա չէ, թատրոնը այնպիսի արվեստ է, որ ինքը հենց այս պահին ծնվող ու մեռնող է, դու այսօր ես ապացուցում, որ արժանի ես թատրոնում լինել, վաղը կարող է արժանի չես, դրա համար երբ 4 տարի անց նորից ստանում ես, մտածում ես, որ դեռ հետաքրքիր եմ, ինչ լավ է, որ դեռ լավագույնների մեջ եմ եւ այլն, էլի։ Դրա համար իսկապես ամեն անգամ ինչպես առաջին անգամ է այդ զգացողությունը։ Եվ թող Միլենան էլ ասի։ Ինձ համար երևի ավելի շատ պարտավորեցնող, հաճելի։ Չգիտեմ, շատ էի հուզվել, որովհետեւ երբ գնահատվում է արածդ աշխատանքը, դու քեզ լավ ես զգում միևնույն է, բայց պետք է շնորհակալություն հայտնեմ նորից ու նորից Նարինե Գրիգորյանին։ Իրեն բերել եմ, որ ինքը հա, դրա համար մի անգամից ասացի Միլենա։ Ես այդ երջանիկներից մեկն եմ, ով հնարավորություն ունեցել է եւ ունի դեռ, կարծում եմ աշխատելու Նարինե Գրիգորյանի հետ։ Եվ ես շատ շնորհակալ եմ, որ իմ ձեռքը բռնած Նարինե Գրիգորյանը եւ մյուս գոլեգաները եւս ինձ ուղղորդում են այս ճանապարհով։ Ես իրենցից միշտ սովորում եմ, սովորել եմ ու դեռ շատ բան ունեմ սովորելու ու հույս ունեմ, որ ավելի ու ավելի դեռ կաճեմ, կապացուցեմ, որ
ինչ որ չափով արժանի էի այդ մրցանակը ստանալու։ Գիտեք, ինձ ինչն է հետաքրքրում միշտ, երբ ձեր անունը կարդում են բոլոր տեխնացուների անունների մեջ եւ դուք նստած սպասում եք ձեր անունը կլինի թե չի լինի։ Այդ զգացողությունները եւ կար միտք, որ ես եմ լինելու վստահություն կամ ընդհանրապես չեք մտածում։ Այդ մի քանի րոպե, մի քանի վայրկյան առաջը ինչ զգացողություններ էին։ Չէ, չկար վստահություն իրականում, որ ես կլինեի։ Հուզված նստած էի ու այսպես լարված էի, բայց միևնույն է, եթե թեկուզ իմ անունը չհնչեր, ես շատ կուրախանայի մյուսի համար, որովհետև դա չէր նշանակի, որ ես կդադարեմ ստեղծագործել կամ թևաթափ կլինեմ, չէ, միևնույն է, երկու դեպքում էլ մոտիվացիան կա եւ կլիներ։ Ինձ էլ կտակել Լավ արդեն։ Առավոտվանից սարսափելի վախենում եմ, սարսափելի։ Պատկերացրեք դրանից 2 օր առաջ խաղում էի ֆրանսերեն լեզվով բլինգը, այսինքն ամբողջ ինձ համար մի նոր լեզու էր բան, այդքան չէի վախենում։ Ամեն անգամ արտավազդին շատ տարօրինակ եւ գաղտնի բան եմ ասում։ Ասում եմ Երանի չտան այս մրցանակը, որ ես դուրս չգամ ստանալիս, ապուշ խոսեմ։ Հա որտեղ չես իման ինչ ասես, չես իման ոնց ձևակերպես, որտեղ ի վերջո որ երբ որպես դերասան ես բարձրանում, դու չես, չէ՞։ Իսկ երբ դու ես բարձրանում ստանալու, այնքան վախենալու, որ Նարինե Գրիգորյանն ա բեմում, եւ չգիտեմ, շատ վախենալի արտավազդ մրցանակաբաշխությունը։ Հա, եւ որ մի հարցի էլ ուզում եի պատասխանել, որ ինչով էր այս տարի հատկանշական, հետաքրքիր էր, որ ես հետո հիշեցի, որ ես միայն արտավազդ ստացել եմ լավագույն ներկայացում փափլիկը։ Այսինքն միշտ որպես բեմադրիչ, դերասանուհի, երիտասարդ դերասանուհի եւ այլն, բայց որպես ներկայացում, որովհետեւ իրականում ամենաբարձր չափանիշը արդեն երբ լավագույն ներկայացումն է ստեղծել։ Եվ մենք այս տարի 3 ներկայացման համար ստացել ենք։ Մանկական, երիտասարդական եւ հա արդեն հասունը եւ դա շատ աննախադեպ էր, մեզ համար էլ էր անսպասելի, անկեղծ։ Արդեն դե մտածում ենք էլ լակոտը չենք ստանա, բարկանում էսը ստացել ենք, հա, էլ շատ, շատ է, հա եւ շատ լավ էր։ Ես էլ մտածում եմ ինձ հակառակը ռեժիսոր կտա, ներկայացումը չեն տա։ Ես էլ սպասում եմ, որ ռեժիսոր, վայ, ռեժիսոր չեմ ստացել, բայց շատ ուրախ էի, որ ռեժիսոր չեմ ստացել, որ ներկայացումն եմ ստացել։ Շատ։ Նարինկա, դու պիտի շատ շուտով մեկնես Միացյալ Նահանգներ։ Շատ կարևոր առաքելություն ունես, որովհետև քո շատ շքեղ ներկայացումը պիտի այնտեղ ներկայացումները պիտի այնտեղ ներկայացվեն։ Խոսենք այդ մասին նաև։ Հոմենտմեն Գլենդել Արարատի հրավերով պիտի ապրիլի 11-ին, 12-ին, 13-ին խաղամ Էլ Պորտալ թատրոնում Լոս Անջելեսի եւ դա շատ ինձ համար պատասխանատու է, որովհետեւ ամերիկաբնակ մեր հայրենակիցների համար առաջին անգամ եմ խաղում, բայց այնտեղ այնքան ծանոթ ունեմ եւ կարծում եմ, որ իրենք էլ այդ որ ասում են մի օր գանք Գոմեշը տեսնենք, հիմա մի օր ես կգնամ, որ իրենք եւ Հրանտ Մաթեոսյանի Գոմեշը տեսնեն, որովհետեւ այս տարի նաեւ Հրանտ Մաթեոսյանի 90-ամյակն է եւ նաեւ կխաղամ Սարան Ալբանդյանի եւ իմ համատեղ ստեղծած պիեսը Իմ ընտանիքը իմ ճամբրուկում է վավերագրական ներկայացումը, որը արցախյան դեպքերի մասին է, այն տարիների պատերազմի, գերության եւ այլն։ Այդ երկու ներկայացումները երկու անգամ խաղալու եմ Իմ ընտանիքը իմ ճամբրուկում է, մեկ անգամ Գոմեշ։ Այնպես որ իսկապես անհամբեր սպասում եմ հանդիպմանը, որովհետև այնտեղ շատ ծանոթ հայրենակիցներ կան, որոնց վաղուց չեմ տեսել, դասարանցիներ, հարազատներ, այնպես որ իրականում ինձ թվում է շատ երջանիկ թրթիռով եմ գնում եւ անհամբեր եմ այդ հանդիպմանը։ Շատ շուտով կկայանա, չմտածես, ենք համոզված ենք, որ այնտեղ արձագանքները շատ բարձր են լինելու, ծափարությունները նույնպես։ Ինքան բարձր են ծափարությունները լսել, որ մենք այստեղ լսելու ենք այդ ծափարությունները։ Ես վստահ եմ։ Մի հարց կա։ Վերջին շրջանում անընդհատ մենք տեսնում ենք ֆիլմեր, որտեղ քո դերակատարումը կա, հա, Շարլ Անձնավուրը, Մայրիկի կերպարը, վերջին օրերս անընդհատ ներկայացում է ամերիկացին։ Հետաքրքիր է ֆիլմը եւ թատրոնը։ Սրանք տարբեր աշխարհներ են, ինչքան էլ իրանք մոտ են արվեստի գծով իրար հետ, բայց տարբեր են։ Երբ դու քեզ տեսնում ես ֆիլմում, ինչ զգացողություն է, եւ երբ դու բեմում ես, ինչ զգացողություն է, որտեվ բեմում դու ինքդ քեզ չես տեսնում։ Հա։ Լրիվ կորում ես, բայց երբ դու քեզ տեսնում ես ֆիլմում, ու այդ ֆիլմը արդեն գնում է հեռուստատեսությամբ, այն զգացողություն ունես։
Չգիտեմ, տարօրինակ է, բայց ինձ համար միշտ ես առաջինը ֆիլմն եմ նայում, ոչ թե ինձ եմ նայում ֆիլմում, այլ ֆիլմն եմ նայում։ Ինձ համար կարևոր է, որ լավ ֆիլմ լինի, որի մի մասը ես եմ։ Եվ էական չի, որ ես այնտեղ մեծ ներկայություն ունեմ, թե փոքր։ Եվ ամերիկացի ֆիլմը երկար էինք փորձում։ Այս վերջերս որտեղ բոլորը ամերիկացից են խոսում։ Դրա համար հիշեցի, որ հետո ես նկարահանում էի Հովիկ Կոշկերյանի հետ եւ չգիտեի, որ դա Հովիկն է։ Ուրեմն փորձ ենք անում մեր թատրոնում, ուրեմն գծել ենք ուղիղ այդ տան նման չափերով, ինչպես խոհանոցն է, բան գծել էր Մայքլ Գյուրջյանը, եւ մենք այդպես փորձում ենք, սա խոհանոցն է։ Ինքը մեզ համար տեքստեր էր գրել, այսինքն այն ինչ չի լսվում, իրական ամբողջը կար, գրված էր։ Հա, եւ հետաքրքիր է, երբ խաղընկերդ փոխվում է, դու էլ ես փոխվում, որտեվ Հովիկը շատ մեծ տղամարդ էր, ես կողքս sense փոքր կին էի զգում, առաջին անգամ ինձ փոքր կին էի զգում։ Բայց ամենասկզբից փորձերը հենց իր հետ էր արվում, չէ՞։ Հենց իր հետ էր արվում, բայց ես չգիտեի ինքը ով է։ Հետո համաճարակը եղավ, ինքը գնաց Իսպանիա։ Ինքը գնաց, դե տանն էինք բոլորս, ասեցինք լավ, նայենք։ Նայ, որ չտեսա ինքն ու ասում եմ մի հատ ֆոտո չեմ, ես չեմ սիրում ֆոտո նկարել։ Մի ֆոտո չեմ արել, որ գցեմ հիմա Facebook հայտնի դառնամ, որ բոլորը տեսնեն, որ իր հետ է նկարվում։ Շատ վատ էր, շատ։ Եվ ուզում եմ ասել, որ ֆիլմը նայում եմ, ես հասկանում եմ մենք ինչ ահռելի աշխատանք ենք արել ու ինչքան քիչ ներվում է ծագից, բայց մեկը, որովհետև շատ լավն է ֆիլմը, հաճույք եմ ստանում շատ, եւ այդ ֆիլմի համար եմ ստացել լավագույն դերասանուհի, եւ իդեպ Միլենան էլ հիմա հրավեր ունի նոր ֆիլմում նկարահանվելու, այդպես որ կարծում եմ Դեռ փակագծերը չեմ կարող։ Այստեղ Հայաստանից լավ չեմ ասել, այս չէ։ Լավ, ինձ հարցել։ Իդեպ խորհուրդ կտամ դիտեք Հովիկի մասնակցության վերջին ֆիլմը Պլատֆորմ 2-ը, որը Netflix-ում կա, շատ իր դերակատարում պարզապես շքեղ դերակատարում, այնպես որ դիտեք անպայման։ Եվ քանի որ Սոնե խոսեց թատրոն կինո այդ համադրության եւ տարբերության մասին, ես ուզում եմ հարցնեմ թատրոնում դուք եւ դերասան եւ ռեժիսոր եւ այս ամբողջ զբաղվածությունը ո՞նց չեք խառնում իրար, ո՞նց եք ամեն ինչ sense տեղերով դասավորում։ Այս իմ համար եմ էլի հարցնում, որտեղ իմ գործերն էլ է շատ, ես երբեմն խճճվում եմ այդ ամեն ինչի մեջ։ Ես հարցնում ոնց է հասցնում։ Ինձ ասում են, մենք է զարմացանք ճանապարհ եկար խաղացիր, բայց թե ինչքան եմ ես հետո թուլանում, ինչքան հոգնած եմ լինում, ու ես մտածում եմ, բա այն մարդիկ ո՞նց են հասցնում, ես ինչու չեմ կարողանում։ Էնպես որ ես լավագույն օրինակը չեմ։ Ես հոգնած օրինակն եմ։ Ես ուղղակի հիմա մտածում եմ շուտ գնալ Ամերիկա, որ ջեթլագը հաղթահարեմ, հոգնած չխաղամ։ Հա, այդ շատ կարևոր է։ Պարսկայերը հոգնած չեղնից։ Շուտով թատրոնը կտեղափոխվի արդեն իր նոր շենքը, երկար սպասված։ Ինչ զգացողություններ կան, ինչպես եք սպասում այդ օրվան, ինչ եք անում այնտեղի համար արդեն։ Դու ուզում ես պատասխանել։ Չստացվում որ գողանում եմ բոլոր հարցերը։ Դուք ասեք ես։ Լավ, դուք ավելի բաղուց։ Մեզ մոտ դե Սիմոն Աբգարյանի հետ մտերմացել ենք եւ մեզ մոտ բեմադրություն է սկսում, արդեն աշխատանքներ, նախնական աշխատանքներ տարել է մեզ հետ, արդեն ընտրել է Միլենան էլ կա, ես էլ կամ, կոչվում է Պենելոպե, դա հենց Սիմոն Աբգարյանի գրված պիեսն է եւ ասեմ որ շատ լավ պիեսներ է գրում Սիմոն Աբգարյան, եւ այդպիսով ստացվում է որ եւ հայ հեղինակի դրամատուրգիա է եւ Սիմոն Աբգարյանն է գալիս բեմադրություն անելու եւ ի վերջո համազգային թատրոնը շատ ուզում ենք որ հայ գրականության բացվի։ Կբացվի Սարգսյանի Լակոտը ներկայացումով կլինի Սիմոն Աբգարյանի Պենելոպե եւ ես հիմա անում եմ Մետրլինք, բայց արխիվում ունենք Սարոյան, ունենք շատ բաներ ունենք։ Մետրլինքից որը Սուրբ Անտոնիոս հրաշագործությունը։ Շատ հայտնի գործ է բոլորիս համար։ Հա։ Միլենա, քո զգացողությունը, որովհետև ես գիտեմ, որ համազգային թատրոնը կազմը, հա, շատ երկար է սպասում այս process-ին, երբ պիտի տեղափոխվի արդեն իր իսկ շենքը, եւ քո զգացողությունը ինչպիսին է, սպասումները, արդյոք կարող է այնտեղ օտար լինի, որովհետև այստեղին են արդեն սովորել։ Ես 5-ից 6 տարի, հստակ չեմ հիշում, արդեն համազգային թատրոնում եմ, ու ես էլ իրենց պես հավասար ինձ թվում է սպասում եմ շատ, որովհետև չգիտեմ, այնքան երկար են իրենք սպասել իրենց շենքն ունենալուն, որ ես էլ արդեն համազգայինի մի մասը լինելով, ես էլ հավասար սպասում եմ, բնականաբար սկզբում գուցե լինի
այդ օտարությունը եւ անսովոր լինի բոլորիս, բայց ինձ թվում է մենք մեր թիմով կկարողանանք այդ պատերը նորից լցնել մեր ջերմությամբ ու սիրով։ Ու կստեղծագործենք այդտեղ ավելի ուրիշ նոր ուժով։ Ամեն դեպքում նոր գույներ, նոր պատեր, չգիտեմ, ճիշտն ասած մի քիչ էս բեմն էլ արդեն հոգնել ենք էս բեմում, ոնց փակենք, որ էս բանը չերևա, էս մեկը, հա, շատ լավ է որ նոր շենք ենք գնալու։ Եվ կարծում ավելի մեծ մոտիվացիա է նոր ներկայացումների համար, չէ՞։ Անպայման, արդեն մեկ է, գիտեք, ամեն դեպքում բեմը շրջանակն է ներկայացման։ Երբ շրջանակը լավն է, կա, չէ, լավ նկար է, բայց շրջանակը որ լավը չի լինում, մեկը չի հավաքում ներկայացումը։ Ես մտածում եմ, անգամ այս ներկայացումները, որ հետո տանելու ենք եւ ադապտացնենք այս բեմին, միևնույն է 10 անգամ ավելի լավ է երևալու այդ մաքուր բեմի վրա, որովհետեւ միևնույն է թատրոնը սկսում է մուտքից, թատրոնը ինչպես Ստանիսլավսկին ասում է հանդերձարանից, ինձ համար հենց դուրը բացում են մտնում են, արդեն պիտի թատրոնը սկսի եւ այդ ժամանակ ուղակի ներկայացումը շարունակությունն է այդ հեքիաթի, իսկ երբ ամեն ինչը տեղավորվում ենք, վայ աթոռը սենցալ, վայ էս փոկել են ուսանողները, բան նկատի ունեմ, չեմ բողոքում, միևնույն է շատ ենք սիրում մեր այս տարածքը, բայց այս ուսանողներինն է եւ իրենք թող վայելեն, մենք կգնանք մշենք։ Էլի շնորհավորում ենք ձեզ, շատ հրաշալի առիթ է ու սպասում որ հաջորդ տարել էլի կշնորհավորենք ձեզ։ Եվ ես ուզում եի ասել, որ իհարկե երբ ստանում են ներկայացումը, դա նշանակում է, որ ստանում է ամբողջ թիմը։ Եվ ուզում եմ դրա համար, որովհետև բեմից չեմ հասցրել ասել, ուզում եմ շնորհակալություն ասել ամբողջ ստեղծագործական եւ տեխնիկական թիմին, որովհետև այդ համատեղ իրար հետ ստեղծագործելու հաճույքն է, որ ծնվում են լավ ներկայացումներ։ Դրա համար սկսած բեմանկարիչ, դիմահարդար, ով կարել է զգեստները, ով լույս է տվել, ով խաղում է, ով բեմադրել է, այդ բոլորի արգասիքն է եւ եթե 3 լավ ներկայացում են ծնվել, այդ նշանակում է, որ թատրոնը առողջ է, կենթանի է եւ հետաքրքիր եւ արժանի է նոր շենք ունենալու։ Միանշանակ արժանի է, տաղանդավոր մարդիկ շատ են այնտեղ, ուզում եմ ձեզ նվիրել Իջովանի Սափոր Ռոզեգինին, որպեսզի հաղթանակը նշեք։ Սա ձեզ համոզված եմ որ շատ գեղեցիկ կնշվի եւ Տրամոնտին, որտեվ գիտեմ ոչ միայն հիանալի դերասանուհիներ եք, նաեւ հիանալի խոհանոցում կանայք, ովքեր կպատրաստեն ամենահամեղը, համոզված եմ։ Ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա բրենդի կողմից ներկայացող խանութային պարագա, որը ունի հատուկ ծածկույթ եւ իր վրա չի հավաքում բակտերիաները։ Սա շատ կարեւոր է, այնպես որ սա նույնպես ձեզ եւ երկու բացիկ նվիրեմ, արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, որովհետեւ միշտ պետք է ասել են կարևոր խոսքերը, բայց մեկ-մեկ այդ խոսքերը չեն կարողանում գտնել։ Ծաղիկների կամ նվերների հետ միասին սրանք շատ հետաքրքիր են։ Այստեղ հայտնի երգերից կամ բանաստեղծությունից ֆրազներ են, այնպես որ երկուսն էլ Հայկոյի երգերից է, որ պիտի նվիրեմ ձեզ։ Մեկը էս մեկն է. Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, իսկ մյուսը հետ նայելու ես, որ քեզ սիրում եմ։ Սա ձեզ արդեն դուք որոշեք ում եք նվիրելու, այնպես որ շնորհակալություն։ Վայ, չէ, լավ չի, չէ։ Ես քեզ էլի կնվիրեմ, չէ։ Չէ։ Նարին է, նայ։ Հիմա քանյա ես ուզում նվիրեմ, որ ներկայացում բեմադրես ես խաղամ։ Ուղիղ եթերում կաշառակ։ Ամեն դեպքում շնորհակալություն ձեզ։ Ձեզ բարի թռիչ եւ վերադարձ։ Անկախ նրանից կբեմադրես ներկայացում ես խաղամ թե չէ, Նարինկա ջան, բայց մեկը ես քեզ շատ եմ սիրում։ Ինձ էլ շատ հաճել է միշտ ձեր եթեր գալ, որովհետև նախ ձեզնից շատ սեր է գալիս եւ հետո մի շատ լավ նվերներ եք տալիս եւ միշտ կարողանում եք հարցերով ուղղորդել այն ուղղությամբ, ինչի մասին դեռ չենք արտահայտվել եւ ավելի անմիջական։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։